Ցեղասպանության հետևանքները նրանք ինչպես գիտությունն է ապացում 7 սերունդ փոխանցվում են։ Թերարժեքություն, զոհի կերպար, անվստահություն, անհանգստություն, ավելի կարճամտություն, այսինքն հիվանդագին երևույթներ։ Դա արտահայտվում է, ասենք, եսի կորստով, որ մարդը իրեն անընդհատ նոր իրավիճակ, նոր սիտուացիաներում անհանգիստ է, ինչ որ անհասկանալի վտանգի զգացում ունի իր մեջ։ Պարբերական հիվանդությունը դա վիճակ է, նույնիսկ այսպես։ Հոգեբանական վիճակ է։ Այո, որը ուղղվում է մարմնի մեջ, արտահայտվում է ցավով։ Երբ որ հոգեկանը բուժվում է, նա նախ փոխվում է, դառնում է ազատ, վստահ, ուրախ, մարմնական ցավեր չի։ Այ մարմնական ինչ տեսակի ցավեր են ունենում մարդիկ, ովքեր ունեն պարբերական հիվանդություն եւ ինչ ցավեր են հաջորդում այդ նոպաներին։ Մինչև նոպաները հոգեկանից է գալի, մարդը տագնապի վախի զգացում է ունենում անհասկանալի։ Ողջույն, գենի հիշողություն, ցեղասպանություն, մոռացեք, նման բան չի եղել, պատմությունը դուք այլակերպել եք, դա տեղի չի ունեցել, դուք մեզ ճիշտ չեք հասկացել, նոր խաղաղություն, նոր աշխարհ, նոր մտածելակերպ։ Արդյոք սա շատ հեշտ է որոշել եւ անել, իսկ ինչ անել հուշերի հետ, փաստերի հետ եւ ամենակարևորը գենի հիշողության հետ։ Այսօր այս մասին ենք խոսելու Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր գենը ունի հիշողություն։ Ցեղասպանության հիշողությունը արդյոք առ այսօր 15 թվականի ցեղասպանության փոխանցվել է եւ մենք այսօր էլ դրա հիշողությունն ու հետևանքները կրում ենք մեզանում։ Միանշանակ ոչ միայն մեր գենը, բոլոր գեներն էլ հիշողություն ունեն։ Ցավը նրանում է, որ այն ժամանակներում գիտությունը, որ դեռևս զարգացած չի եղել, չէ՞, ոնց որ տեսեք, հիմա լինում են, այո, հիմա էլ ցեղասպանություններ են լինում, մենք տեսնում ենք, չէ՞, մենք սկսում ենք աշխատել, հոգեբանները, հոգեթերապևտները, այսինքն մենք գտնում ենք, որ կարիք կա դրան։ Այլապես, եթե չենք աշխատում, դա հետևանք ունենում է։ Ցեղասպանության հետևանքները նրանք ինչպես գիտությունն է ապացում 7 սերունդ փոխանցվում են։ Տեսեք, այսօր մենք խոսում ենք, ես ձեզ հետ խոսեմ միայն գիտության տեսակետից, այսինքն ճշմարտության տեսակետից։ Այո, երբ ցեղասպանությունը ինքը որպես գերհզոր ազդակ բնականաբար պիտի գենի վրա առաջացնի փոփոխություն։ Այսինքն, որ օրգանիզմը վերակազմվի, կարգավորի պատրաստ լինելու տանել են ամեն ինչը տեսել է։ Եվ բնականաբար իմ աշխատանքները, հա, գիտական, իմ թեզը, երբ որ ես պաշտպանեցի, որ մենք չէ ազգային հիվանդություն ունենք, չէ, պիրոդիկ հիվանդություն, այսպես կոչված երևանյան, երբ այդ հիվանդությունն են բոլոր են ազգերը, որոնք ցեղասպանություն են տարել։ Նորությունը գիտության մեջ այն է, որ ես ցույց տվեցի, որ դա կապ ունի հոգեկան աշխարհի հետ։ Դա մարմնի հիվանդություն չի, ինչպես կարծում են նաև մինչև հիմա, այսինքն գիտության մեջ նոր ճանապարհ բացվեց։ Իր էությամբ դա հետտրավմատիկ ստրեսային խանգարում է, եթե այսպես բժշկական լեզվով ասենք, հա, այդ դիագնոզը, որ ամբողջովին այդ հիշողությունները կա երեխայի մոտ գիշերային վախերով սարսափներում է երևում, երբ որ չեն հասկանում այդ ինչա, երբ որ հոգեկանը լրիվ զարգացած չի, այդ հիշողությունը հանկարծ երեխան քնի զարթնում է վախեցած, աչքերը բացած, իր հիշողության մեջ այդ ամբողջ տրավմաներն են։ Եվ իմ գիտական թեզի մեջ ուսումնասիրելով 0-ից 65 տարեկան հիվանդների, այդ հիշողությունը երևում է։ Ինչպես նոպայից առաջ հոգեկանից է սկսում, տագնապ, վախ, անհանգստություն, սարսափ, հետո ինչ-որ ցավեր են առել։ Այսինքն այս պիրոդիկ հիվանդությունը ունենում են բացառապես մարդիկ, ում նախնիները ցեղասպանության ապրումներ են ունեցել։ Բնականաբար, եւ պատահական չի, որ այո, հիմնականում գիտական տվյալներով սերունդները ցեղասպանությունը վերապրածի
սերունդներն են հիվանդանում, այդպես եթե տոկոսով նայենք, հա, գիտականորեն, իհարկե։ Եվ գիտության մեջ ի՞նչն է ցուցադրվում, հայերը, հրեաները, արաբները, հույները։ Ես սա ուզում ասեի, կան այլ ժողովուրդներ նույնպես, ովքեր ցեղասպանության են ենթարկվել եւ նույնպես հենց այս հիվանդությունն ունեն։ Ունեն նմանատիպ հիվանդություն, եթե անպայման չի ցեղասպանություն, եթե նմանատիպ այո ճշում եղել է եւ տեսեք ինչպես միշտ թուրքերը աղավաղում են, չէ՞։ Այո թուրքերն են հիվանդանում, բայց ցավոք սրանք դրանք կրոնափող հայեր են։ Այստեղ էլ ինչպես միշտ աղավաղել սիրում են, չէ՞, խաբել սիրում են, իրանք չեն գրում հայ։ Դուք չեք տեսնի գիտական ոչ մի ամսագրում, գրում են թուրք։ Որտեվ իհարկե թուրքն էլ կարող է լինի, որտեվ եթե այն թուրքը, որ տեսել է, նա մարդ է, ինչպես են, չէ, գլխատում, ընտանիքը երեխային ինքն էլ է վերապրում։ Այդ նույն ստրեսը նա կարող է տանել։ Այո, այդ հիշողությունը մնացել է եւ այսօր արտահայտվում է մեր հոգեբանության մեջ նևրոտիկ երևույթներով, վախ, անհանգստացում, զոհի զգացում, հա, ագրեսիա։ Նույն ինքը տրավմատիկ ստրեսն է։ Բացի պարբերական հիվանդությունից այլ ինչ դրսևորումներ ունի ցեղասպանության հետևանքը մեր ազգային մտածողության ու հոգեբանության վրա։ Դե եթե այդ հիվանդությունը մենք հոգեկանը նայում ենք, այդ գծերը տարածված է։ Թերարժեքություն, զոհի կերպար, անվստահություն, անհանգստություն, ավելի կարճամտություն, այսինքն հիվանդագին երևույթներ։ Դա արտահայտվում է, ասենք, եսի կորստով, որ մարդը իրեն անընդհատ նոր իրավիճակ, նոր սիտուացիաներում անհանգիստ է, ինչ որ անհասկանալի վտանգի զգացում ունի իր մեջ, որը ներկայի հետ կապ չունի։ Եվ ինչն է նպաստում, եթե այսօր մեր իրականության մեջ ցնցումներ են լինում եւ եղել են, ինչպես ասենք, այդ բոլորը ավելի այդ հիշողությունը վերարտադրում են եւ ավելի են ակտիվացնում։ Եվ դրա համար նման հիվանդների տոկոսը այո գնալով շատանում է եւ ելի կշատանա այս իրավիճակներում պատերազմներից հետո։ Նման ստրեսի հետևանքով առաջացած հիվանդությունը եւ դա ժառանգաբար փոխանցվել է ժամկետ ունի, ասացիք 7 պորտ։ 7 սերունդ։ Եվ որ պարագայում է, որ այս բացասական, այսպես ասեմ, գենի փոխանցումը ավելի կենսունակ է դառնում, ինչն է թարմացնում այդ հիվանդագին գենի կենսունակությունը։ Դուք շատ լավ նկարագրում եք իմ գիտական աշխատանքը, որ գենը ցավոք սրտի շատ փոքր մի ֆակտոր է։ Այսօր շատ հիվանդությունները գենը կա։ Դրան նպաստում են անձի առանձնահատկությունը, դաստիարակությունը, ընտանեկան եւ սոցիալ բարոյահոգեբանական վիճակը հասարակության։ Այդ բոլորը միասին նոր կարող են նպաստել, որ հիվանդությունը առաջանա։ Այսինքն, օրինակ, շատ պարզ ասեմ, եթե գեն կրող մայրը հղիության վաղ դեպրեսիա է դարձնում, տանում, ասենք հարազատի կորուստ կամ ինչ որ ընտանեկան հոգեվիճակ, նա արդեն նպաստում է, որ երեխան կարող է ծնվի եւ ունենա այդ հիվանդություն։ Եվ հակառակը, եւ եթե մենք հասկանալով արդեն ճանաչելով այս ճանապարհը, կարգավորում ենք, լավացնում ենք կյանքի պայմանները, գենը ինքը այդպես քնած մնում է։ Դա այդպիսի ծանր գենետիկ խանգարում էլ չի, որը պարզ երևում է ինչպես գենետիկ թվացող հիվանդությունը կարելի է խոսքով բուժել։ Հոգեթերապիայով, որը ֆանտաստիկ է, բայց դա իրականում է, որտեղ բուժում ենք հոգեկանը։ Տեսեք, դա ինչ-որ վիճակ է եկել անցյալից, որ մեր ներկային նեղում է։ Անհանգստություն, վախ, ասենք, նման հիվանդները շուտ ուզում են տուն գնան, նման հիվանդները հենց ապրիլի 24 նախորդին վատանում են, նման հիվանդները, եթե ինչ-որ ֆիլմ են տեսնում, որտեղ բռնություն կա, իրեն զոհի տեղն են դնում, վերապրում են այդ ամեն ինչը։ Այս բոլորը իրականություն է եւ ես ցույց եմ տվել։ YouTube-ում շատ հաղորդումներ կան, գիտական հրապարակումներ կան, արտասահմանում տպված եւ ինձ բազմիցս հրավիրում են։ Մեր մոտ է, որ մի քիչ մենք ասենց անսովոր է, չէ՞, որովհետեւ այստեղ է, գիտեք ինչ, նաեւ այդ հիվանդության հետ կապված ոչ միայն դրա, մենք շատ օտարամոլ ենք, ստրկամիտ ենք։ Մենք մերինը բոլոր ոլորտներում չենք ընդունում, չենք գնահատում, չէ, ավելի հակված ենք։ Մեր դպրոցը պիրոձիկ հիվանդության
Մեր բժիշկները, որ առաջինը նկարագրել են ու ասել են դրա բուժումը պիտի լինի հոգեկան աշխարհում։ Պարոն Ներսիսյան, հայոց ցեղասպանության փաստի ընդունումը տարբեր երկրների կողմից դրա քննադատումը ինչ որ կերպ դարմանանում է այս հիվանդ գենին պիրյուզիկ հիվանդության առումով։ Ես կասեի ուղղակի անում է, հարցերը շատ ճիշտ եք դնում, որովհետև հիվանդներից շատեր ասում են, եթե ընդունվի, ես կլավանամ, որովհետև մեր մեջ նստած է այդ։ Մենք չենք կարա ջնջենք։ Չէ՞։ Եթե ում հետաքրքիր է, խնդրեմ ցույց տամ նկարահանած այդ վիճակը ոնց է մարդը հիշում իր տատի պապի ասածը որպես իրականություն, չէ՞։ Նույնիսկ հիվանդներից մեկը ասում այդ հոտն եմ զգում եւ այդ երևույթները այդ բոլորը կա։ Դրա համար մենք չենք կարող դա շղթել։ Օրինակ 22 թվականին էր, եթե հիշում եք, Էրդողանը ասեց. «Հեյ, Հայաստան, բացի արխիվները»։ Այսինքն, եթե մենք նույնիսկ ցեղասպանության ինստիտուտից բոլոր արխիվներն էլ ջնջենք, տանենք, վերացնենք, բայց այդ հիշողությունը մարդու մեջ կա։ Եվ ես պատասխանեցի Էրդողանին, այդպիսի մի, տեսա ֆիլմով ուղերձ ծրեցի, ասեցի, բացում եմ, որ դուք էլ պիտի ընդունեք, որ գոնե աշխարհի պատմության մեջ ինչ անեք, ընդունեք ցույց տաք ձեր բարոյա հոգեբանական որակն ու մակարդակը, որ եղածը պետք է ընդունենք, անցնենք, չէ՞, մենք տեսեք իրանք տանում են խուսափելու այս ամենից։ Ընդունենք, նստենք, այո, խոսենք։ Դուք չեք կարող գիտությունը ջնջել։ Հիմա պատկերացրեք, էլի 20 թիվներ ես ցեղասպանության ինստիտուտ թանգարան պես զանգարեցի, ասեցի ես ներկայացնեմ ձեզ իմ աշխատանքը, որ այդ ցուցասրահներում պատկերացնում եք նկարներ են, գրքեր են, տեղադրենք այդ մարդկանց հիշողությունը, որ մարդու մեջ կա, նա պատմում է, որպեսզի բոլորին էլ գիտությանն էլ աշխարհն էլ ցույց տան, որ այդ մարդը ինչ վտանգ ու վնաս է հասնում մարդկությանը։ Եվ իհարկե, այո, այսպես վաղը մյուս օրը դա այդպես բաց մնա։ Արդյունքի չհասավ։ Ոչ մի արդյունքի։ Ինչու, որտեվ 2004-ին էր համաշխարհային հոգեբուժական կոնգրեսը Եգիպտոսում, այսպես մի պրոսպեկտ ընկավ ձեռքս 2005 թվականին Թուրքիայում մի կոնգրես պիտի լիներ, մարդն է պատճառը ստրեսային խանգարումների, ասի հա, ինչ լավ է մարդն է պատճառը, աշխատանք ուղարկեց 2005 թիվ, երբ որ Թուրքիայում արգելված էր ցեղասպանություն բառը, եթե հիշում եք։ Ասի ուղարկեմ, չստացվեց գնալը, տպեցի այդ абստրակտների գրքում, վերնագիր էսպես էր 90 տարի հետո ցեղասպանության հետևանքները պերիոդիկ հիվանդության մեջ։ Ասեք արգելված էր այդ բառը, բայց տպվեց, դա շատ զարմանալի է։ Վրիպել են։ Չգիտեմ 2006-ի երբ որ մենք էլի հոգեբուժները ստացվեց գնացինք, այնտեղ ես ներկայացրի արդեն իրանց, դե սկսեցին այսպես ծամծմնել, ասենք հոգեբուժները, հա, բան, խոսենք, ասի խոսենք, ընթենք, ես բաց եմ խոսելու համար։ Այստեղ տեղին է նշել աշխարհահռչակ հայ հոգեբուժ Հակոբ Ակիսկալին, որը ամբողջ աշխարհում հայտնի թուրքերի մոտ հաճախ հրավիրում էին իրան, ասում էր Արմեն գիտես չէ, որ իրանց պետք է լինում ոտերը տնկնում են, որ դու իրանց համար կարդաս սովորեն, տես ասում ինչ խելոք են։ Հա? Այդ абստրակտը Ակիսկալը որ ասեց բերեցին, ես ուղղակի ապշեցի, զարմացա, որ ասենք տեսա ինչպես է դա տպվել։ Ինչ է ստացվում, որ իրանք գիտականորեն ընդունում են, չէ՞ որ տպել են։ Այդ նույն կոնգրեսի շրջանակներում կային տեղահանությունների մասին, չէ՞, իրանք չեն ընդունում ցեղասպանություն, ասում են հայերին տեղահանել են։ Հա, գավառից տարել ենք այն գավառը։ Դրա համար շատ կարևոր է, որ տեսեք, մենք այդ մասին ճիշտ իմանանք, հասկանանք եւ ճիշտ մոտեցումը տանք։ Պարոն Ներսիսյան, դուք բարբերաբար նաև համաշխարհային տարբեր կոնֆերանսների, հավաքների ու հանդիպումների եք մասնակցում, դրանցից մեկը Բելգիայում է եղել։ Ինչ երկխոսություն տեղի ունեցավ ձեր եւ Կարո Փալյանի միջև։ Հայ համայնքը հրավիրել ինձ ներկայացնելու հենց եւ այդ հիվանդությունը եւ ասենք Նարեկի մասին եւ
ես գիտեի, որ այնպես պատվիրակություն կա Թուրքիայից, այդ Կարո Փարլյանի հետ, դու հետաքրիր ա, որ ինքը չէ, խոսում էր, հետաքրիր ա, որ դա նաև, երբ որ Էրդողանը ուղերձ հղեց, ինքը ասում էր, հա, արխիվ իմ տատու հիշողությունն է։ Հիշեք, այսպես։ Եվ այդ իր խոսքերն էլ օրինակով, այդ հոլովակը, որ ցուցադրեցինք անսպասելի, իրանք այսպես զարմացան, որտեվ չէին սպասում, չէ՞, որտեվ իր նկատառումները իմ կարծիքով լիովին այլ էր, որ իրենք նույնպես, ասենք, հայերին, հա, աշխարհասփյուր, այսպես ուզում էին ծանոթացնել, որ պիտի, չէ՞, մի քիչ այսպես նայենք, այնպես նայենք, այսպես այնպես չի, պիտի ուղղակի նայենք, ասենք, դա մեր արտաքին հարաբերություններում, բայց մեր ներքին ինչ որ կախված է մեզնից, մենք անելու շատ բան ունենք։ Այսինքն այդ անելու համար ինչն է անելը, որ նախ տեսնենք այն գծերը, որ մենք ձեռք ենք բերել, չէ՞, սա պիտի պետական ծրագիր դրվի, սկսած մանկապարտեզ դպրոցից, որպեսզի ազատվենք դրանից։ Ինչ հաջորդեց այդ հոլովակի ցուցադրմանը ձեր ներկայացումը։ Ինչ հաջորդեց, անսպասելի մյուս օրը ես այս անծանոթ համարներում այսպես ինչ որ հիշոցներ եկան, որ ես այդտեղ Էրդողանին պատասխանում եմ, դե չէ, պատվիրակությունն էր, ասենք, ոնց ես դու, հա, բանանում, շատ անսպասելի էր այդ բոլորը, էլի, գիտեք, տեսնում եք, որ բոլորը ցավալի է խոսում, ասում են, բայց մենք ունենալով այսքան նյութեր, լռում ենք, փակվում ենք, հարմարվում ենք, մենք մեկ չունենք, մենք դարել ենք այդպիսին։ Այստեղ ուզենայի նաև հիշել Հովհաննես Կաթողիկոսի խոսքերը 15-րդ դարից։ Խելամիտ լինել մեր պատմության մեջ եւ առավել ուշադիր նայել այն գործոնների վրա, որ ավերում են մեզ առավել, քան արտաքին թշնամիները։ Հետաքրքիր է, չէ՞։ Հետո շարունակվում է. երկպառակություն, չարամտություն, մատնություն, դավաճանություն, նախանձ։ Ու բացատրում է երկպառակության պատճառը նախանձն է։ Հա? Ըմբոստություն, որ հպարտության թերությունն է։ Շահկապված են իհարկե մեղքերն ու զգացողությունները միմյանց եւ որպես Նա հետևանք բացատրում է։ հիվանդությունների։ Պարոն Ներսիսյան, եթե մենք մեր վերաբերմունքը փոխենք 15 թվի ցեղասպանության հանդեպ, արդյոք դրա որպես հետևանք առաջացած հիվանդություններն ու թերություններն ու մտածելակերպը շտկումներ կունենան։ Իհարկե, միանշանակ, որտեղ դա մեր մեջ կա եւ գնում է։ Գիտեք, ինչ եթե ասեք մեկի մոտ պարբերական հիվանդություն չկա, այդ վիճակից նա կարող է շաքար ունենալ, շշում ունենալ։ Այդ վիճակը նպաստում է հիվանդությանը։ Որտեղ այդ լարվածությունը, չէ, ամբողջ իմունիտետի վրա ազդում, որտեղ այսօր գիտությունը ամեն ինչը իմունիտետի հետ է կապված։ Արդեն դու ապրում ես ներկայում, բայց ունես ինչ-որ ճնշման վտանգի զգացում, որը գնում է ինչ մակարդակով։ Ընտանիքի մոդելի հոգեկան եւ ֆիզիկական ազդակների վրա։ Դուք որպես բժիշկ, հոգեբուժ, նարեկաբուժ, ինչ խորհուրդ կտաք օրինակ ծնողներին, այս 15 թվականի ցեղասպանության փաստը ծնողը ուսուցիչ է, ինչպես մատուցի երեխային, որպեսզի նա պատմությունը իմանալով դրան այնպիսի վերաբերմունք կարողանա ձևավորի, որ առողջական եւ հոգեբանական հետևանքներ չթողնի։ Դրա համար պիտի երեխային, ասենք ընտանիքում նախ պիտի առողջ մթնոլորտ լինի։ Որտեւ եթե տեսեք, մենք ցեղասպանությանը նայում ենք, որպես, չէ, ինքը չարիք է, ատելության, մեր մեջ ատելությունն է զարգանում, չէ, Թուրքի հանդեպ։ Բայց այդ ատելությունը վնասում է մեզ, եթե ես ունեմ ձեր վրա եմ ուղղելու։ Չէ՞։ Մենք պիտի ճանաչենք, ընդունենք այդ ամեն ինչը եւ հասկանանք, զուգահեռ դրան պիտի կերտենք, փոխվենք ուժեղ Հայաստան։ Մեր մտածելակերպը տենց պիտի գնա։ Իսկ եթե իմ մեջ է չարություն, ագրեսիան նստած, հակառակը ես արդեն իմ շուրջը դա տարածում եմ։ Սա լուրջ պետական աշխատանք է, պետական մոտեցման մակարդակի, որտեղ այդ խնդիրները միշտ կան, եղել են։ Պարոն Ներսիսյան, դուք ձեր խոսքում ասացիք, որ այս հիշողության գենը, որը կոնկրետ հարուցում է պարբերական հիվանդությունը, կարող է փոխանցվել 7 պորտային կողմ։ Ժամանակը ընթանում է, պատմությունը երբեմն տարբեր մասշտաբներով կրկնվելու սովորություն ունի ցավալիորեն,
15 թվականին հաջորդեց Սունգայիթը եւ այլն, սրանք ինչպես են անդրադառնում մարդու գենի հիշողության վրա, որը արդեն տրավմա ունի նույն տեղում։ Դե բնականաբար դա ավելի ժամանակահատվածը կարող է երկարացնել, ոչ թե 7 գնա ավելի շատ, որտեղ դու թարմացնում ես, իսկ դա պետքա ջնջել։ Փաստորեն ինչա այդ չէ վիճակը, ինչա օրգանիզմը տեսել է այդ ամեն ինչը։ Ինքը արդեն տրամադրված է մի փոքր ազդակ, այսինքն չէ, եթե ծնողի հետ մի բան է պատահում դեպրեսիա, արդեն օրգանիզմը դա ճանաչում է ինչ վնաս եւ սկսում է պաշտպանվել դրանից, որտեղ ծրագիրը փոխվել է։ Հիմա պիտի այդ հին ծրագիրը ջնջվի, ինչով պետք է ջնջվի։ Ինչով։ Առողջ, հավատով, լի ծրագրով։ Երբ որ պիտի կրթվի, դաստիարակվի, ինչը հանդուրժողականությունը, լավատեսություն, սա ծրագիր պիտի լինի։ Սա այդպես մենակ որ ասենք ծնողը չի կարա, մի պիտի մանկապարտեզու դպրոցից սկսի, որ մենք Պարոն Ներսիսյան, տեսեք, նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի մանկապարտեզներում հայերի դեմ թշնամաբար են դաստիարակում երեխաներին։ Եթե մենք մեր երեխաներին դաստիարակենք հանդուրժողականության, արդյոք մենք մեր սերնդին չենք դարձնում անատապ, այդպիսով վտանգելով դառնալ նորից զոհ։ Չէ, եթե մենք հանգիստ ենք, առողջ ենք, ուժեղ ենք, մենք պիտի դնես, երբ որ դու ուժեղ ես, ով ուզում է, ոնց ուզում է դաստիարակի։ Եթե քո մեջ դրած է, դու հանդուրժող պիտի լինես, որ կարողանաս միասին լինես պայքարի համար, չէ՞։ Եթե մենք միասին չենք, ես ասեցի նոր երկպառակությունը։ Երկպառակության մեջ ինչքան էլ ուզում ես արա պառակված դու չես կարա պայքարես։ Երկրորդը մենք քրիստոնյա ենք ու քրիստոնեությունն էլ ճիշտ չենք հասկանում։ Մենք այդպես էլ քրիստոնյայությամբ չդառանք։ Քրիստոնեությունը դա միաբանությունն է։ Բայց եւ այս թերությունները ներքին թշնամու միայն հավատով մենք կարող ենք փոխվել։ Ուրիշ ձև չկա։ Դրա համար մինչեւ այսօր տեսնում եք, չէ՞, մեր ընտրությունները ինչ վիճակի մեջ են։ Պարոն Ներսիսյան, ասում են, որ պարբերական հիվանդությունը նույն ինքը Երևանյան են ասում որպես ալտերնատիվ անվանում, որովհետև եթե Հայաստանից Երևանից դուրս գաս, քեզ հետ այդ ցնցումներն տեղի չեն ունենա, դա այդպես է։ Իհարկե, այդպես չի, որտեղ Երևանյան ասում էին առաջ մենակ Երևանում են հանդիպել, չէ՞, դրա համար ասում էին Երևանյան։ Սա էլ խոսում է, եթե ձեր ասածը կարա գործի, որ դա հոգեբանական պատճառ ունի։ Ինձ գնում են շատ հիվանդներ, որ գնացել են Գերմանիա բուժվելու, եթե դու որ գնում ես նոր սիտուացիա, որտեղ հոգեպես, բարոյապես հանգիստ ես, այդ ազդակը վերանում, դու կարող ես նոպա չունենաս։ Բայց դու ինչքանով գիտես, որտեղ գնում ես, այդ պայմանը կլի, այո, որտեղ ասեցի, որ մենակ գենի ֆակտորը չի։ Հասկանում եք։ Այսպիսի գրականության մեջ տվյալներ կա, որ ֆաշիստական կոնցլագերում մարդը պերիոդիկ հիվանդություն ուներ, բայց նոպաներ չուներ։ Հենց դուրս եկավ այդտեղից նոպաները սկսեցին, որտեղ եթե նա ունենա, իրանք տանեին վատ ուղղությամբ, չէ՞։ Սպանելու։ Ոչնչացման կտան։ Դե, հա։ Այսինքն այս բոլորը ունի ամբողջ արմատները հոգեկան աշխարհի մեջ է։ Այսինքն պարբերական հիվանդությունը դա վիճակ է, նույնիսկ այսպես։ Հոգեբանական վիճակ է։ Այո, որը ուղղվում է մարմնի մեջ, արտահայտվում է ցավով։ Երբ որ հոգեկանը բուժվում է, նա նախ փոխվում է, դառնում է ազատ, վստահ, ուրախ, մարմնական ցավեր չի։ Այ մարմնական ինչ տեսակի ցավեր են ունենում մարդիկ, ովքեր ունեն պարբերական հիվանդություն եւ ինչ ցավեր են հաջորդում այդ նոպաներին։ Մինչև նոպաները հոգեկանից է գալի, մարդը տագնապի վախի զգացում է ունենում անհասկանալի, չէ՞, ուզում է փակվել, առանձնանալ։ Որոշ ժամանակ հետո ջերմությունն է բարձրանում, ու ինքը կարող է լինել, հետո ուժեղ ցավեր, որովայնում, հոդերում կարող է հայտուցվել։ Այո, այդ ցավերը որ կան, ամբողջ իր փակագծերը որ բացենք, վախ, ագրեսիա, չարություն, ատելություն է իր մեջ։ Եվ ոնց որ հիվանդները, որ շատ բժիշկներ չգիտեն, նոպային սպասում են, չէ՞, տեսեք տարօրինակ է, դու ցավում ասպանջ ես սպասում, որտեղ որ հոգեկանից մարմին է գալի, նենցպիսի թեթևություն են զգում, ասում որ նոր ծնված լինեն։
Այսինքն հոգեկանում կա, գալիս է այստեղ, հավաքում են, գալիս է այստեղ։ Բայց եթե բուժում ենք, որ չհավաքվի, ոչ այստեղ համնում, ոչ այստեղ է գալի, չէ՞։ Շատ պարզ հասկանալի ձևի այդ հանելուկու այդ հիվանդությունը բացատրեցի ձեզ։ Այս հիվանդություն ունեցող մարդիկ ամեն օր հաբ են խմում հիվանդության հայտնաբերման պահից մինչև կյանքի վերջ, արդյոք սա բուժման միակ տարբերակն է, արդյոք սա բուժում է, թե պարզապես այդ նոպաների թեթևացում կամ որպեսի նոպաները տեղի չունենան։ Լավ են անում, պիտի խմեն, որովհետև դա կանխարգելում ու նոպա չլինի, դա բուժումը չի, որտեղ բուժումը պիտի պատճառ լինի։ Բայց ինչպես է ստացվում, որ այն հիվանդը, որ ընդունում հավատում է իմ գիտական թեզը, չէ, այսպես ասենք, հա, եւ հավատում է կամ այսպես կարելի է լավանալ, իր մոտ փոխվում է հոգեկան նոպա չի լինում։ Գիտեք, սա գիտությունն է, բայց եթե մարդը գիտելիք չունի կամ մարդը չեմ ասում, հա, շատ ասենք այսօր մարդիկ բժիշկներն շատ նեղ են նայում, չէ, մտել են բջջի մակարդակով, մարդը բջիջ չէ։ Չէ, ոնց որ Հիպոկրատն ասում է պետք է հիվանդին բուժել, այլ ոչ թե հիվանդությունը։ Հիվանդությունը այդ գրքում գրած այդ ամեն ինչն է, իսկ հիվանդը անձը, իսկ այդ հիվանդները նրանք վերապրում են շատ ծանր հոգեվիճակներ, հա, այդ ամբողջ հիշողության տակ։ Դրա համար դա լրիվ բուժելի է, իսկ քավլից ես երբեք չեմ ասել, որտեղ ինձ ճիշտ չեն հասկանում բժիշկեն։ Իմ ասածը կորխիցին խմելու հետ ոչ մի կապ չունի, որտեղ կորխիցինը հետևանքների վրա է ազդում, ես խոսում եմ պատճառների մասին։ Դուք ունեք բուժառուներ, պացիենտներ, ովքեր հրաժարվել են նաև այս հաբից եւ այլևս չեն ունենում այդ բուժման հետևանքով։ Բնականաբար, լինում են պացիենտներ, որ ասում են ես չեմ ուզում խմել, դա իր իրավունքն է։ Կարիքը չունենան այլևս։ Չէ, բնականաբար, իհարկե։ Դա իր իրավունքն է, բայց երբեք ես չեմ ասի, ասում եմ դա քո ընտրությունն է, չէ։ Բայց ունեք հիվանդներ, որոնք արդեն նաև հաբերը չեն ընդունում եւ բնականաբար եթե հիվանդները կան, ասենք YouTube-ում շատ այդպիսի ֆիլմեր, հաղորդումներ ունենք, հասկանում եք, բայց դա լինում է նրա համար, ով որ ընկալում ընդունում է։ Նույնիսկ հիվանդները շատերը ասում են, դուք այդ հիվանդությունը ունեցել եք, որտեվ երբ որ ես մանրակրկիտ նկարագրում եմ այն հոգեվիճակը, իրանք զարմանում են, ասում ես դա որտեղից գիտեմ։ Իսկ որտեղից գիտեք։ Դա ներքին զգացողությունն է եւ տված գիտելիքը, որ դու զգում ես դա։ Չէ՞ մի քիչ այսպես ռոմանտիկ չթվա, ես դպրոցական տարիներին զգում մտածում եմ, ասում եմ այդ հիվանդությունը ես կբուժեմ։ Մեր հարևան այդպիսի հիվանդները չէի հասկանում այդ ինչը։ Եվ նույնիսկ ինչն է հետաքրքիր, որ ուսանողական տարիներին ոնց է լինում, չէ՞, ուսանողը գնում է, հիվանդ նայում է, ես ոչ մի այդպիսի հիվանդի չեմ հանդիպել։ Այդպես ստացվեց։ Եվ իմ գիտական թեզը, որին գիտեք ինչ, պետք է մենք հիշենք, ասենք մեր ուսուցիչներին, որոնք նպաստել են այս ամեն ինչին, պրոֆեսոր Կոնստանտին Դանելյանին, որը երբ որ ես ներկայացրեցի գաղափարը, ինքը ինձ ասել դու պատրաստվում ես Բաստիլիա գրավել, եւ մենք միասին գրավեցինք։ Պրոֆեսոր Նազարեթյանին, որը նույնպես, երբ իրան այլ պրոֆեսորներ, դոկտորներ ասում են դու ինչ ես տարված այդպես այս տղայի ասածպես, որովհետեւ նա ասում է ճշմարտությունն է։ Մենք պետք է ասենք նաեւ հիշենք, որովհետեւ դա միասնական աշխատանք է եւ աշխարհում մեր դպրոցը պերիոդիկ հիվանդության հայկական շատ սկզբնաղբյուրը այսպես լիարժեք է, ամոջ, բայց ցավոք մենք վազում տեղ ենք տալիս ուրիշներին, մոռանալով են, որ արել են։ Պարոն Ներսիսյան, կանայք են ավելի ծանր տանում այս ցավի պրիստուպները, հա, այսպես ասեմ, ցավերը եւ արդյոք հղիանալը էլ ավելի չի սրում բարբերական հիվանդությունը։ Նույն տղամարդիկ ավելի ծանր են տանում, որտեվ կինը ավելի բնությունից ուժեղ է, քան տղամարդը։ Տղամարդը ավելի կոս։ Հղիության ընթացքում բնականաբար կարող է լինել, եթե հղիությունը ինչպես ընթանում է, ինչպես ինչ-որ ստրեսային իրավիճակում, ամուսնու կեսօր հարս այդ հարաբերության մեջ։ Բայց այդ ժամանակ էլ դու կարող ես բուժել, որովհետև ցանկալի չի բնականաբար դեղորայք խմելը, դա վիճակ է։ Այդ վիճակն է, որ մենք պիտի ձերբազատվենք ավելի առողջ սերունդ ունենալու համար, իսկ ոնց որ արդեն, չէ, մենք խոսեցինք, ես ուզում եմ ասել, որ մեր խնդիրը մենք պիտի ուժեղ նալու ծրագիր դնենք։
ազատվենք այդ անցյալից, որ այդ անցյալը մեր վրա չիշխի։ Պարոն Ներսիսյան, շատ հիվանդներ թաքցնում են ամբողջ իրենց կյանքի ընթացքում, որ այս հիվանդությունը ունեն, ինչու հանրային հանրային վերաբերմունքով է սա պայմանավորված, պարզապես անձնական գաղտնիք է, ինչով է պայմանավորված, որտեղ գրեթե բոլորը, ովքեր ունեն այս հիվանդությունը, դա գաղտնի են պահում։ Դե գաղտնի են պահում, որտեղ մտածում են գենետիկ է, չէ, առաջինը կփոխանցվի կիմանան։ Մյուսը դա մեր էլի քրիստոնեության բացակայությունից է, որ մենք չենք կարեկցում, ուրիշ հիվանդություններ էլ կան, չէ։ Եվ գալիս է ոչ գրագետ գիտելիքի պակասից։ Եթե նույնիսկ դու ունես, չէ, դեղերը խմես լավ է եւ առողջ հոգեբանական վիճակում լինի քո ընտանիքը, քո երեխան չի ունենա այդ հիվանդությունը, բայց հակառակը, եթե դու արդեն վախենում ես եւ լարված իրավիճակում է հարաբերությունները, դա է նպաստում։ Այսինքն պարբերական հիվանդությամբ տառապող մարդը կարող է ունենալ առանց այս պարբերական հիվանդության երեխա։ Այո, իհարկե։ Եթե նա իր այդ հոգեբանական վիճակը փոխվեց, իհարկե կարող է ունենալ, բայց ցավոք սրտի հակառակն է վախի սարսափի մեջ են պահում այսպես, հա։ Նայի որ խմես, այսպես։ Ես ունեցել եմ այդպեսի շատ, ասենք, բնականաբար դեպքեր, հետաքրքրական էր, մի բժշկու էր, ինքը կարմիր դիպլոմով ավարտած, դե բժիշկները ծանր են հիվանդանում, չէ։ Իր մոտ վախն էր, որ ստատիստիկայով, տեսեք, այդ ստատիստիկան ինֆորմացիան այսօր իր բացասական ունի, որ բարդությունից ամիլոիդոզի կյանքի տևողությունը միջև կարճանում է։ Ու ինքը բժիշկ իմանալով չէ այդ բոլորը, այսպես արդեն մոտենում էր 50-ին, ինքը այսպես վախի սարսափի մեջ է, երբ որ այդ վախն ու սարսափը, հա, անցավ, նահանգից 50-ն անցավ, այդ ամենը եւ նորմալ մինչև այսօր ապրում է եւ ոչ մի բարդություն չունի։ Այդ բարդությունն էլ կարամ խոսեմ, բայց ձեր հաղորդումը թեմատիկ չի այդ ուղղությամբ, որից էլ կարելի է խուսափել, որտեղ տեսեք կան հիվանդներ, որ իրենց ցանկությամբ այո չեն խմում, չեն ընդունում, չգիտեմ, դա իրենց ընտրությունն է, չէ՞, հավլիցի ես բժիշկ եմ եւ չեմ կարող որևէ բժշկության հետ կապված սխալ արտահայտություններ անել եւ չեն ունենում բարդություններ։ Բարդություններ ավելի ունեն հիվանդները, որոնք այդ հոգեկանի տակ ու այդ վախի սարսափի որ տակ, հա, դա մահվան դա է բերում բարդությունների։ Եվ եթե դա չլինի, այո, բարդություն կարող է եւ չլինի։ Դա ընտրության խնդիր է։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես էլ շնորհակալ եմ, որ դուք բարբերաբար ինձ հրավիրում եք շատ ավելի պրոբլեմատիկ հարցերի վերհանմանը, բացահայտմանը, ավելի ալտերնատիվ մեթոդների, որտեղ այսօր դրան շատ քիչ են ուշադրություն դարձնում։ Էլ ենք հանդիպելու։ Սիրով, ես պատրաստ եմ ձեր հանդիպումներին իմ ունեցած փորձն ու գիտելիքները տալու, որովհետև ես ինչպես եղավ իմ մոտեցումը դրան, որ ամեն մի բժիշկ, հա, կապ չունի, եթե առավել եւս հայց, դու պիտի փորձես ինչ կարաս անես այդ հիվանդությանը, չէ՞ որտեղ դա քո ազգի հիվանդությունն է, ինչ կարաս անես եւ փաստորեն ստացվեց։ Բայց իմ բժշկությունից մի քիչ ստացվեց, որ այդ հրապարախոսական, հա, երևույթներն ա գնում, որ ես անում եմ, դա բնականաբար իմ պարտքն է, որ ես պիտի կատարեմ։ 15 թվականի հայոց ցեղասպանությունը իհարկե մոռանալ չի կարելի, սակայն կարելի է փոխվել դրա հանդեպ վերաբերմունքը։ Դրանով վերացնելով ցեղասպանության հետևանքները մեր առողջության ու հոգեբանության վրա։ Հարկավոր է դուրս գալ զոհի կարգավիճակից ու հոգեբանությունից եւ դառնալ պահանջատեր։ Երբեք սա չի նշանակում հրաժարվել փաստերից, պատմությունից կամ մոռացության մատնել։ Ոչ, պարզապես փոխեք վերաբերմունքը։ Դուք զոհ չեք, այլևս դուք պահանջատեր եք։ Հանդիպելու ենք կրկին առայժմ։